Երբևէ նկատել եք, որ ամանորի գիշերը դուք իրականում այնտեղ չեք։ Ձեր մարմինը սեղանի շուրջ է, բայց միտքը կամ անցյալի ափսոսանքների, կամ ապագայի վախերի մեջ։ Դուք հայտնվել եք Յանուսի ծուղակում։ Հին հռոմեացիները հունվարը կոչեցին Յանուս Աստծո պատվին։ Նա ուներ երկու դեմք, մեկը նայում էր անցյալին, մյուսը ապագային։ Յանուսը ներկա չուներ։ Այդ պորտալի արանքում մենք հաճախ կորցնում ենք այստեղ և հիման։ Ամանորը ոչ թե օրացույցի փոփոխություն է, այլ ձեր գիտակցության փորձությունը։ Ինչու ենք մենք արթուն մնում դեկտեմբերի 31-ի գիշերը։ Սա պարզապես խրախճանք չէ, սա հոգևոր ճակատամարտ է։ Գիշերը արթուն մնալը խորհրդանշում է գիտակցության հաղթանակը քնի անգիտակցականի նկատմամբ։ Դուք հսկում եք ձեր ներքին լույսը, մինչև նոր տարվա արևը ծագի։ Աստվածաշունչը կոչ է անում. արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին կգա ձեր Տերը։ Եվ վերջապես ամենախորը գաղտնիքը. բնությունը ձմեռային արևադարձին քնած չէ, այն մեռած է։ Որպեսզի գարնանը ինչ որ նոր բան ծնվի, հինը պետք է մեռնի։ Դուք պետք է թաղեք ձեր հին վատ սովորույթները, ինչպես Փյունիկն է այրվում մոխրից վերածնվելու համար։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում. հանեք ձեր վրայից հին մարդուն և հագեք նորը։ Առանց հինը սպանելու նորը չի գա։ Ես Արգամ Ռոբերտին եմ և Արգամ բլոգի հարթակից շնորհավորում եմ բոլորիդ ամանորը և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ, որ այս տարի դուք ոչ թե պարզապես փոխեք օրացույցը, այլ վերածնվեք որպես նոր մարդ։ Թող Քրիստոսը ալֆան ու օմեգան լինի ձեր սկիզբը և վերջը։ Իսկ դուք ինչ եք պատրաստվում թողնել հին տարում, որպեսզի տեղ ազատեք նորի համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը և բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։